Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործություններ չկան, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կիրակի օրը Գյումրին քաղաքապետ կընտրի եւ ամենայն հավանականությամբ այդ մարդը կլինի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ճիշտ է, ըստ տարբեր հարցումների ԿՊ թեկնածու Սարիկ Մինասյանն առաջատար է, բայց 50+ ձայն չի կարող հավաքել։ Օրաթերթը նաեւ գրում է. Չարենցավանի թիմ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, միայն հայտնեցին, որ քրեական վարույթը կաշառք տալուն եւ ստանալուն է վերաբերում։ Քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան նաեւ կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են։ Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի իրավապահները հրահանգ են ստացել ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի։ Այստեղ կլինեն նաև ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։ Հնարավոր է, որ Հայաստանում զենք արտադրվի, գրում է Հրապարակ օրաթերթը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը եղել է Պաշտպանության նախարարությունում եւ նրա մեքենաների աչք ծակող ավտոշարասյունը տեսնողներ են եղել։ Ստացվում է Փաշինյանը ոչ միայն Կասկադի շինարարությունն է վստահել Գրիգոր Տեր-Ղազարյանի ընկերությանը, այլև ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքի արտադրությունը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։